ոստիկանապետին եմ ներկայացրել, որ այս հանցագործ Մայնե Վարդանյանը, որի տղեն գողություն նահել Հայաստանից։ Ես պետք է խանութը ջարդեմ, 3 գրավոր ներկայացրել եմ իրանց, գրավոր ունեմ փաստեր, կներկայացնեմ բոլորը ձեզ։ Թող բացահայտեն, իրեն տղան է Վահե Վարդանյանը, որը փախավ Ռուսաստանի սկզբնական շրջանում, մինչև որ մայրը գործը փակեց Արեքս Երեմյանի հետ, չեն կարող փակել։ Հիմքեր իմ ձեռքին այս թղթերը, թող բոլորը տենան, որ դա իմ որդին գող չի եղել, գող եղել է Վահեն, այս ստորը։ Բնակչուհի Մարինե Սուքասյանի Վարդանյանի խանութի ապակին ջարդել եմ։ Բայց մինչև ջարդելը ես գնացել եմ Ստեփանավանի ոստիկանություն, ընդեղ գրավոր ներկայացրել եմ, որ ես պետք է այս խուլիգանական արարքը կատարեմ։ Հիմա ինչի չեն ինձ ձերբակալում Ստեփանավանի ոստիկանները։ Քանի որ ես բոլոր փաստերով ներկայացրել եմ Ստեփանավանի ոստիկանության բաժին, հանձինս քննիչ է, թե նախաքննիչ է, չգիտեմ, Գրիշա Բասպաջյանի մոտ է մեր բոլոր փաստերը, եւ ես ասել եմ, եթե դուք փորձեք այս գործին ընթացք չտաք, նորից պետք է գնամ ես ապակին ջարդեմ եւ գրավոր նորից խնդրում եմ նայեք պեչատը, քանի որ ես մուտք եմ արել Ստեփանավանի ոստիկանության բաժին, որ երկրորդ անգամ պետք է անեմ։ Ինչն է ինձ դրթել, որ ես գնացել եմ Ստեփանավան քաղաքի բնակչուհի Մարինե Վարդանյանի Սուքասյանի խանութի ապակին ջարդել եմ, քանի որ 2010 թվականին իրեն բնականից գողություն է կատարվել մի խումբ անձանց կողմից։ Փաստի առիթով ձերբակալվել է իմ որդից Գագիկ Կարապետյանը եւ դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման մի խումբ անձանց կողմից։ Խմբի համար որդից դատապարտվել է, բայց խումբ չկա։ 6 տարի շարունակ ես անդադ բողոքել եմ, բայց անտեսվել եմ։ Ոչ մեկ ուշադրություն չի դարձրել այս գործին, դրա համար ես որոշեցի վերջնական գնամ այս Շուշեն ջարդեմ, որպեսզի կարողանան ընթացք տան։ Որտեղ եք տեսել քաղաքացի անձը գնա ինչ որ մեկի խանութի ապակին ջարդի։ Դե ասենք ես գիտեմ իմ նպատակն ա եղել, որ գնացել եմ ջարդել եմ, բայց ոչ բոլորը որ գիտեն թե ինչի համար գնացի, տվեցի ջարդեցի։ Այսինքն ես կարող եմ նորից ջարդեմ եւ ինչ չեն ձերբակալի, ինչի համար, որ 2010 թվականի այդ քրեական գործը չբացահայտվի մի խումբ անձանց կողմից կատարված այդ հանցագործությունը։ Քանի որ շատ դատավորներ եւ դատախազներ պետք է դրան պատասխան տան, բայց ես չեմ լռելու, մինչեւ վերջ պետք է իմ պայքարը ստանեմ եւ հույսով եմ, որ ՀԿՑ-ն արդարացի կմոտենա այս հարցին։ Չեմ գնում, դու առանց խնդրելու ես պետք է բոլորը ցույց տամ, որ Վահեն ա եղել Դաշնակ Գագոյի Միքայելի հետ, Վարուժան Մովսիսյանի հետ, իմ երեխին 2.5 տարի դատվել ա, չէ, չհավատացա, բարդացվածությունը կվերջանա։ Սուս, դերը գնացի։ Թող բոլորը իմանան։ Եկեք։ Բերեք նայ, խանգարը ինձ նկա